Բարև բոլորին, ցեհետ այսպերքն է, շուտով վարդավառն է և որպես միշտ իրար չրելու եք, բայց թե ինչ տոն է դա, քիչ մարդ գիտի, այս տեսանյութով պատմելու ենք այդ տոնի ծագման մասին, բաժանորդագրվեք այսպեր կարիքին և մենք սկսում ենք, վարդավառը սիրո ջրի հեթանոսական տոն, մինչև քրիստոնեության մուտքը Հայաստանը հարուստ էր իր հավատալիքներով ու տոնական սովորույթներով, վարդավառը հենց այդ հին ավանդույթներից մեկն է, Այն նվիրված էր աստղիկ դիցուհուն, սիրո գեղեցկության և պատգամաբերության պաշտպանին։ Մարդիկ հավատում էին, որ աստղիկը սիրո լույսն է բերում աշխարհին, և հենց այդ պատճառով էլ այս տոնը կապված էր ջրի ծաղիկների և կյանք պարգևող բնության հետ։ Վարդավառի ժամանակ մարդիկ ջուր էին ցողում միմյանց վրա, որպես մաքրության, բարեմաղթանքի և պատգամաբերության խորհրդանիշ։ Դա ոչ թե ուղղակի զվարճանք էր, այլև ժողովրդի հավատքը։ Ջուրը որպես կյանքի աղբյուր ու ծաղիկները որպես սիրո և գեղեցկության խորհրդանիշ, ներկայացնում են մարդկության բնական կապը շրջապատի հետ։ Տոնի ժողովրդական արմատները Վարդավառը երբեք պարզապես ծիսական արարողություն չէր։ Այն ամբողջությամբ ժողովրդական տոն էր, որը ապրել է մարդկանց սովորույթներում, ոչ թե գրքերում կամ եկեղեցիներում։ Այդ օրը մարդիկ հավաքվում էին, ջուր լցնում միմյանց վրա, ծիծաղում, երգում, պարում։ Ոչ մեկին պետք չէր մեկնաբանել, թե ինչու են ջուր ցողում։ Բոլորը գիտեին դա, կյանքի մաքրություն, զվարճանք ու բարեմաղթանք։ Շատերն ազատ էին մեկնաբանելու տոնը իրենց պատկերացմամբ։ Ոմանք այն կապում էին բերքի բերքատվության հետ, ուրիշները երիտասարդների սիրո կամ ամուսնության։ Բայց ամեն դեպքում այս տոնը բնության հետ անմիջապես կապ ունեցող մշակույթի արտահայտություն էր, ոչ թե վերին կարգի կողմից պարտադրված արարողություն։ Ի տարբերություն կրոնական տոնակատարությունների, Վարդավառը չուներ պաշտոնական սրբազան ծիսակարգ։ Չկար մեկ կենտրոն, որից պիտի ստանայր թույլտվություն տոնելու։ Դա տոն էր, որը մարդիկ տոնում էին այնպես, ինչպես իրենք էին ուզում։ Եվ դա է վկայում Վարդավառը ծնվել է ժողովրդից, ոչ թե վերևից։ Ինչպես քրիստոնեությունը բռնի ուժով վերափոխեց Վարդավառը։ Քրիստոնեության տարածումը Հայաստանում ուղեկցվել է ոչ միայն քարոզով, այլև փոխնությամբ։ Երբ պետականորեն ընդունվեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, իշխանությունները սկսեցին ոչնչացնել հին հավատալիքներն ու ավանդույթները։ Տաճարներ այրվեցին, քանդակներ կոտրվեցին, հեթանոսական տոները արգելվեցին կամ վերանվանվեցին ու վերամշակվեցին եկեղեցու կարիքներին համապատասխան։ Վարդավառը բացառություն չէր։ Այս հեթանոսական տոնը, որը այնքան սերտ կապված էր սիրո, ջրի և բնության հետ, վերափոխվեց Քրիստոսի պարծակեպության տոնով։ Ժողովրդի սիրելի ջրախաղը փորձեցին ներկայացնել իբր որպես Հիսուսի պայծառանալու խորհրդանշան, որ իբր ցույց է տալիս նրա աստվածային էությունը։ Սակայն իրականում եկեղեցին պարզապես վերամշակեց ժողովրդական ավանդույթը, հարմարեցրելով այն իր դոգմաներին։ Տոնի բուն իմաստը մոռացվեց։ Իր ջուրը ցողելով դարձավ խորհրդանշան, որը կապ չուներ մարդկանց իրական զգացմունքների և մշակույթի արմատների հետ։ Այսպիսով եկեղեցին փորձեց գրափակել տոնը, նրա վրա դնելով կրոնական պիտակ։ Բայց դա բնության և կյանքի տոնը չի դարձնում կրոնական, այլ ցույց է տալիս, թե ինչպես է կրոնը յուրացնում արդեն գոյություն ունեցող ժողովրդական արժեքները, ներկայացնելով դրանք իբր սեփական ստեղծագործություն։ Իսկ դուք Վարդավառին ջրուկի խաղալու եք։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, իսկ մենք շարունակում ենք։ Ժողովուրդը չընդունեց եկեղեցական վարկածը։ Վարդավառը մնաց ժողովրդական։ Թեև եկեղեցին փորձեց Վարդավառը վերածել կրոնական տոնի, ժողովուրդը երբեք ամբողջությամբ չընդունեց այդ վերամշակումը։ Տոնի իրական նկարագիրն ու ոգին մնացել ժողովրդական հիշողության մեջ, անկախ եկեղեցական բացատրություններից։ Մարդիկ շարունակում են հավաքվել, ջուր ցողել միմյանց վրա, հարսանիքներ կազմակերպել, երգեր պարել։ Եվ ամենակարևորը, այդ ամենը ոչ մի կապ չուներ Հիսուսի պայծառակերպության գաղափարի հետ։ Քրիստոնեությունը ընդունելուց հետո ոչ ոք չէր մտածում աստվածաբանական խորհրդանիշների մասին։ Բոլորը տոնում էին այնպես, ինչպես սովոր էին իրենց նախնիները։ Ջուրը մնում էր կյանքի ու մաքրության խորհրդանիշ, ոչ թե սուրբ գրքի պատմության մաս։ Դա էր այն դեպքերը, երբ ժողովուրդը չհանձնվեց վերևից պարտադրված գաղափարներին, այլ պահպանեց իր մշակութային ինքնությունը։ Իրականում Վարդավառը այնպես էլ չդարձավ լիարժեք քրիստոնեական տոն։ Եթե նույնիսկ եկեղեցին փորձեց այն սրբագործել ժողովրդի մոտ, այն շարունակեց ապրել որպես ուրախության, սիրո և ջրի տոն, այլ ոչ թե պաշտամունքի կամ քարոզի օր։ Եվ սա վկայում է մի պարզ ճշմարտության մասին. ժողովրդական մշակույթը շատ ավելի կայուն է, քան ցանկացած կրոնական քարոզ։
Վարդավառը որպես օրինակ, թե ինչպես է կրոնը յուրացնում մշակույթը, բայց չի ստեղծում։ Վարդավառը հիանալի օրինակ է մասին, թե ինչպես են կրոնները հաճախ ոչ թե ստեղծում նոր մշակույթ, այլ յուրացնում են արդեն գոյություն ունեցող ժողովրդական ավանդույթները։ Երբ եկեղեցի տարածվեց Հայաստանում, այն ջանք ու եղանք չխնայեց հին տոներին նոր կրոնական իմաստ տանու համար։ Բայց այս գործընթացը պարզապես փոխեց ու դիմագծեց տոնը, այլ ոչ թե նրա բունեությունը կամ ժողովրդական զգացումները։ Սա նշանակում է, որ մշակույթը չի ծնվում դոգմատիկ հրամաններից կամ վերևից, այլ ստեղծվում է ժողովրդի կյանքում, զգացումներում ու սովորույթներում։ Վարդավառը որպես ջրի, սիրո և կյանքի տոն ապրում է ոչ թե եկեղեցու պայծյաններում, այլ ժողովրդի մեջ։ Այս փորձը մեզ սովորեցնում է կրոնը կարող է փոխել և վերահսկել որոշ բաներ, բայց այն երբեք չեն կարող լիովին տիրանալ կամ հսկել մարդկային մշակույթի շահկապված բնական արմատները։ Ժողովուրդն է մշակույթը ստեղծում, ու նրա ժառանգությունը չպետք է մոռացվի։ Ջուրը որպես բնության և կյանքի խորքային խորհրդանիշ։ Վարդավառի գլխավոր գործողությունը ջուր լցնելը հաճախ դիտվում է որպես զուտ զվարճալի խաղ, սակայն իրականում ջուրը հին մշակույթներում ունի խորագույն խորհուրդ։ Հեթանոսական մտածողության մեջ ջուրը կյանքի սկիզբն էր, մաքրագործման ու վերածննդի աղբյուրը։ Իսկ մարդիկ վարդավառի ջուր էին ցողում միմյանց վրա, դա ոչ միայն զվարճանք էր, այլև սիմվոլիկ գործողություն, միմյանց բարեմաղթելու ուժ, առողջություն և հաջողություն։ Այս ամենը կապ չուներ կրոնական պատումների կամ սուրբ գրքերի հետ։ Դա մարդկանց բնության հետ ունեցած անմիջական ու ներդաշնակ կապի արտահայտություն էր։ Եվ հենց այդ պատճառով եկեղեցու փորձերը ջրին վերագրել այլաբանական հոգևոր նշանակություն հիմնականում անտեսվեցին ժողովրդական պատկերացումների մեջ։ Ջուրը մնաց այն, ինչ միշտ համարվել է կյանքի ու մաքրություն, ոչ թե կրոնական խորհրդանիշ։ Ինչու է կարևոր հիշել տոնի արմատները այսօր։ Այսօր շատերը վարդավառը տոնում են առանց իմանալու դրա պատմությունը։ Մարդիկ ուղղակի ջուր են ցողում, սակայն չգիտեն որտեղից է գալիս այս ավանդույթը և ինչպես է այն ձևավորվել ժամանակի ընթացքում։ Այս մոռացությունը վտանգավոր է, որովհետև թույլ է տալիս կրոնական կամ այլ ազդեցիկ ինստիտուտներին յուրացնել մշակույթը և ներկայացնել այն իբր իրենց ստեղծածը։ Հենց դրա համար է կարևոր խոսել վարդավառի իրական արմատների մասին։ Դա մեզ հիշեցնում է, որ շատ բաներ, որոնք այսօր դիտվում են որպես կրոնական կամ ավանդական, իրական ծնվել են ժողովրդից, բնությունից ու հին հեթանոսական աշխարհայացքից։ Ջրի տոն մի երկրում, որտեղ ջուրը խնդիր է։ Միգուցե հեթանոսական ժամանակներում ջրի սիմվոլիկան հասկանալի էր, այն կապված էր բերության, մաքրության կյանքի հետ։ Բայց արդյոք 21-րդ դարում իմաստ ունի տոննշեր, որը հիմնված է բազմացիորեն ջրի աննպատակ վատման վրա։ Հայաստանը չունի անսպառ ջրային ռեսուրսներ։ Ամռանը շատ համայնքներում մարդիկ չունեն խմելու ջուր, գյուղատնտեսություն է տուժում երաշտից, իսկ մայրաքաղաքի որոշ շրջաններում մարդիկ սպասում են ժամերով, մինչև ջուրը տան։ Այս իրավիճակում վարդավառի անվերահսկելի ջրախաղերը այլևս ոչ թե ուրախության, այլ անկառավարման և անտարբերության խորհրդանիշ են դառնում։ Երբ հարյուրավոր մարդիկ ջուր են լցնում մեկմեկու առանց որևէ գիտակցման, իրականում տեղի է ունենում բնության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք։ Եթե մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, որտեղ ջուրը համարվում է ռեսուրս, ապա մենք պետք է հրաժարվենք այդպիսի տոներից, որոնք խրախուսում են դրա անիմաստ վատնումը։ Բայց այդ վարդավառն այլևս չունի բովանդակային արժեք։ Մարդիկ չգիտեն դրա պատմությունը, չեն կապում այն իրենց աշխարհայացքի հետ, այլ ուղղակի հետևում են մի ավանդույթի, որի իմաստը կորել է։ Այդպիսի տոնը ժամանակակից աշխարհում պարզապես վերածվել է ձևականության և նույնիսկ վնասակար սովորության։ Վարդավառը, ինչպես մենք արդեն գիտենք այսօր, այլևս չունի բովանդակություն։ Այն ծնվել է ժողովրդի հեթանոսական պատկերացումներից, որպես բնության և կյանքի պանցացում, բայց ժամանակի ընթացքում բռնի կերպով յուրացվել է եկեղեցու կողմից ու վերանվանվել է իբրև պաշտոնական քրիստոնեական տոն։ Ժողովուրդն իր հերթին պահել է արմատները, բայց այսօր 21-րդ դարում նույնիսկ այդ արմատները մոռացվել են։ Մենք, որպես նացիոնալ քննադատական մտածողությամբ մարդիկ, չենք կարող անտեսել, որ վարդավառը վերածվել է անպատասխանատու ջրի վատման և անիմաստ աղմուկի։ Մեր մոլորակը բախվում է ջրային ռեսուրսների սղության, կլիմայական ճգնաժամերի և շրջակա միջավայրի լուրջ խնդիրների։ Այսպիսի պայմաններում նմանատիպ տոնակատարությունները ոչ միայն անիմաստ են, այլև վնասակար։ Ժամանակն է դադարեցնել այն, ինչ անիմաստ է դարձել։ Ժամանակն է հրաժարվել ձևականություններից և փնտրել իմաստ գիտության, կրթության և պատասխանատվության մշակույթի մեջ։ Վարդավառը կարող է մնալ որպես հիշողություն, բայց ոչ որպես ուղեցույց
մեր ժամանակակից կյանքի համար։ Հավանեցիք տեսանյութը, ուրեմն կիսվեք այն ձեր ընկերների հետ։ Մինչ հանդիպում։